Յուքոմի աջակցությամբ ամփոփվել է Արևորդի 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Մենք հավատում ենք ինչ-որ որոշ մարդկանց, հատկապես երիտասարդության մեջ, ինչ-որ մտածելակերպի վրա գազդե եւ ավելի ուշադրություն կդարձնեն բնությանը եւ շրջակա միջավայրին, որովհետեւ մենք հավատում ենք, որ միևնույն երիտասարդները իրենք են վաղվա օրը Հայաստանի վաղվա օրը բնապահպանական տեսանկյունից։ Հազարավոր այցելուների մասնակցությամբ տեղի են ունեցել տարբեր քննարկումներ, հանդիպումներ։ Փառատոնի ուշադրության կենտրոնում են հատկապես վտանգված կենդանիները, որոնց նվիրված դիմակահանդես շքերթ է եղել Երևանի կենտրոնական փողոցներում, ընդգծելու կենսաբազմազանության պահպանման կարևորությունը։ Փառատոնը միակն է տարածաշրջանում որպես ֆիլմերի բնապահպանական փառատոն եւ շատ կարեւոր է ցույց տալ բնապահպանական ֆիլմարտադրությունը։ Մենք հիմնականում շեշտադրում ենք դոկումենտալ ֆիլմերը եւ այս ֆիլմերը հենց իրական կյանքի տարբեր դրվագներ են ներկայացնում հանրությանը։ Եվ ինչու՞ չէ, փառատոնով նաեւ ուզում ենք Հայաստանում նաեւ ցույց տալ եւ զարգացնել բնապահպանական ֆիլմերի, դոկումենտալ ֆիլմերի արտադրությունը։ Արևորդին եզակի է տարածաշրջանում որպես բնապահպանական ֆիլմերի փառատոն։ Փառատոնի փակմանը հայտարարվել են մրցութային անվանակարգերի հաղթողները։ Մարդ բնություն համակեցության մասին անվանակարգում լավագույն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել նորվեգական «Վայրի կանչը» ֆիլմը։ Կարճամետրաժ լավագույն ֆիլմ է ճանաչվել բրիտանական արտադրության «Փոստով պատվիրած թագուհին»։ Իսկ ֆիլմեր բնապահպանների մասին անվանակարգում Ջոն Բերթոնի անվան մրցանակն է ստացել հնդկական արտադրության «Կրեաներով քայլողը» ֆիլմը։ Հայկ Ավանեսյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։